Զրուցենք Հայաստանի Հանրապետական կուսակցության ուսանողական կազմակերպության ղեկավար ԳՄ-անդամ Արմեն Հարությունյանի հետ։ Պարոն Հարությունյան, Արմեն Աշոտյանի գործով այս դատարանի բակում առիթ ունեցել ենք զրուցելու, հերթական գործն է ձեր վերաբերմունքը տեղի ունեցողին։ Ինձ թվում է սա շատ պարզ եւ բացահայտ ռեպրեսիաների շարքն է սկսվել, նույնիսկ ժամկետները դրա վառապացույցներն ընտրություններից ընդամենը 2 օր առաջ նմանատիպ բռնաճնշումներ են սկսվել տարբեր անձանց, ընդհանուր Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ նույնիսկ այն դեպքում, երբ որ Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, մեր կուսակցության տարբեր անդամներ, մասնավորապես նաև պարոն Աշոտյանը, շատ կոշտ քննադատական խոսքով է միշտ հանդես գալիս օրվա իշխանավորների գործողությունների նկատմամբ, ինչը որ բերեց հանգեցրեց նրան, որ նրանք ներվերը տեղի տվեցին եւ նրանք այսօր որոշեցին ինչ-որ շինծու ընդհանրապես Արմեն Աշոտյանի հետ աղերս ունեցող գործի շրջանակներում նրան տնից բերման ենթարկեն եւ նրան տանեն կալանքի։ Շատ քիչ հավանական ենք համարում իրականում, որ ինչ-որ դրական բան է հնարավոր ակնկալել այսօրվա դատական նիստից, քանի որ սա բացահայտ քաղաքական ռեպրեսիաներ են։ Ինձ թվում է այս ամենի վրա նաև ազդել է երեկվա Արմեն Աշոտյանի երեկոյան հաղորդումը, որտեղ որ նա նույնպես շատ կոշտ արձագանքում էր Նիկոլ Փաշինյանի ասածներին եւ ուղղակի նրան մերկացնում էր բոլոր նրա քաղաքական ստերը պարոն Շարմազանովի հետ միասին, ինչն էլ հանգեցրեց նրա այսօրվա ձերբակալման ըստիս։ Եվ ակնկալիք է դատարանից։ Իրականում, քանի որ քիչ առաջ նշեցի, որ սա ուղղակի քաղաքական ճնշման տարբերակ է, մենք դատարանից ինչ-որ դրական ակնկալիքներ չունենք, քանի որ մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, թե ինչ զանգովի դատավճիռներ են տեղի ունենում, ինչը որ ի դեպ երեք բանավեճի ժամանակ նաև հաստատեց Նիկոլ Փաշինյանը, երբ որ հայտարարում էր, որ բոլորին բռնելու ենք, բոլորին նստացնելու ենք, բայց ին հիշելով բոլոր ժողովրդավար երկրներում դատական համակարգը իրականում պետք է լիներ անկախ, իսկ նրանք երբ որ հայտարարում են, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, կառավարությունը եւ կառավարության գլուխը ընդհանրապես պետք է ոչ մի կապ չունենային դատական ոչ մի որոշման հետ։ Իսկ պարոն Աշոտյանի հետ խոսակցություններ ունեցել եք նման սցենարներ քննարկվել են, պատրաստ եք։ Իրականում մեր կուսակցություն ցանկացած անդամ միշտ պատրաստ է նման ռեպրեսիաների, մենք գիտակցաբար ենք այս ամենը անում եւ ուզում եմ ձեզ փաստել, որ ոչ մի կերպ մեր կուսակցությունից ոչ մեկ չի ընկճվում եւ հետ չի կանգնելու ոչ մի պարագայում ոչ մի ռեպրեսիայի առաջ։ Ինչքան ուզում են, թող նմանատիպ գործելավճով փորձեն մեզ ճնշել, թող փորձեն ամեն ինչ անել, որպեսզի մենք հետ կանգնենք, բայց դա նրանց մոտ չի ստացվելու եւ առիթից ցանկանում եմ օգտվել, որ այս ամենը եթե ցանկանում եմ մեր ժողովուրդը որպեսզի ավարտվի, հորդորում եմ նրանց ամսի 7-ին գնալ ընտրության, կատարել իրենց քվեն։ Նրանցից դա ընդամենը խլելու է 10-15 րոպե ժամանակ, բայց նրանք ընտրելու են իրենց քվեով մոտակա 5 տարիներին։ Նրանք ուզում են, որպեսզի մեր երկրում լինի նմանատիպ ռեպրեսիվ ճնշումներով պետություն, նրանք ցանկանում են, որպեսզի նրանց խոստանան խաղաղություն, բայց նախորդների նման տեսնենք պատերազմ։ Եթե նրանք նմանատիպ ցանկություն չունեն, հորդորում եմ նրանց կատարել այնպիսի քվե, որպեսզի սրանք գնան։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։